երկու նիստ առաջ այստեղ նախագիծ բերվեց, որով Լենինգրադյան փողոցը անվանափոխվեց Քրքորյանի անունով։ Դրանից հետո Հանրապետություն կուսակցությունից, եթե անուն ազգանուն ճիշտ եմ ասում, Արմեն Մկրտչյան, եթե սխալ եմ ասում ով եք, տեսանյութ է հրապարակում, որտեղ բացահայտ սուտ է խոսում, ես հիմա հրապարակեմ տեսանյութը եւ կարճ տեսանյութ է իհարկե։ Իման վրա այսօր Երևանի Լենինգրադյան փողոցը վերանվանվեց Քրքորյանի անունով ու ասեմ ձեզ ժողովուրդ ջան, Մայր Հայաստան խմբակցությունը այս նախագծին դեմ է քվեարկել։ Բացահայտ սուտ, հարգելի երևանցիներ, հերթական անգամ Հանրապետություն կուսակցությունը ստում է ձեզ, Մայր Հայաստանը հիշեցնեմ, ուրեմն երևանցիներին, եթե սխալ ենք ասում, պարոն Ավինյան, դուք այդտեղից ուղղեք մեզ ու ցույց տվեք ճիշտը։ Այս քվեարկությանը Մայր Հայաստանը ձեռնապահ է քվեարկել, դեմ չի քվեարկել։ Հիմա մեծ տարբերություն, հիմա ձեզ մնում է մեկ բան, ներողություն խնդրել ոչ մեզանից, այլ ժողովրդից, ներողություն խնդրել խաբելու համար, սուտ խոսելու համար։ Հիմա հաջորդը, սիրելի երևանցիներ, ես եւ Աշակ Սարգսյանը նախագիծ էինք ներկայացրել շրջանառության, նախագիծ էինք ներկայացրել Երևանի այգիներից մեկը Արցախի անունով անվանակոչելու համար։ Ուրեմն նախագիծը, ինչպես եւ սպասելի էր, այս իշխանությունները մերժեցին։ Մերժեցին հիմքում դնելով 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 23-87 կառավարության որոշումը, որտեղ ասում է, որ պետք է նույն անունով, աշխարհագրական նույն անունով մեկ օբյեկտ լինի։ Բայց տեսեք ինչա կատարվում, ուրեմն այս իշխանությունները երկակի ստանդարտ են օգտագործում այս նորմի հետ կապված։ Որոշակի դեպքերում այս նորմը չի աշխատում, որոշակի դեպքերում երբ ուզում են աշխատացնում են։ Ինչի համար եմ ասում, Երևան քաղաքում ուրեմն նույն անունով կան եւ դպրոց, եւ փողոց, եւ հրապարակ, եւ այգի։ Ես 2-3 օրինակ բերեմ, Կոմիտասի անունով կա եւ այգի եւ փողոց։ Մաշտոցի անունով կա եւ այգի եւ փողոց։ Հանրապետություն անունով կա եւ փողոց եւ հրապարակ։ Գարեգին Նժդեի անունով կա եւ փողոց եւ հրապարակ։ Նանսենի անունով կա եւ փողոց, եւ այգի, եւ դպրոց։ Դավիթ Անհախտի անունով կա եւ այգի, եւ փողոց։ Այսպես էլի կարող եմ թվարկել։ Հիմա հարցը ինչումն է, որ այս իշխանությունները մի դեպքում այս նորմը աշխատացնում են, ասում են, այս որոշմանով չի կարելի, բայց մյուս դեպքերում այս նորմը չի գործում։ Պատճառը հասկանալի է, հարգելի երևանցիներ, սիրելի արցախցիներ, այս իշխանությունները խուսափում են Արցախ բառը Երևանում երկրորդ անգամ կիրառելուց։ Այս իշխանությունները Արցախից դիվահար են լինում, ինչպես սատանան խաչից։ Այնպես որ իմացեք թե ովքեր են այսօր իշխում կամ ովքեր են կառավարում Երևան քաղաքը եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը։ Նորից կարդալու կարիք չկա։ Ուրեմն ավարտելով խոսքս ուզում եմ շնորհավորել, առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել երևանցիներին, հայաստանցիների եւ ամբողջ հայ ազգին 2026 թվականի համար ցանկանալով խաղաղություն, ցանկանալով առողջություն, ցանկանալով նոր հաղթանակներ, ցանկանալով ՔՊ-ից ազատում։